Ինչպես է գնահատում այն, ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում։ Դա դիվերսիա էր հայ առաքելական եկեղեցու Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ։ Եզակի դեպք է թերևս համաշխարհային պատմության մեջ, երբ պետության ղեկավարի մակարդակով խրախուսվում է, եթե չասեմ անգամ նախաձեռնվում է հակաօրինական հավաք։ Դա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանադրությամբ, եկեղեցու կանոնակարգով հակաօրինական հավաք էր։ Մեղքի այդ հավաքը կոչել պատարագ, դա պատարագը կանոնիկ կատեգորիա է, եկեղեցու կանոնադրությամբ կարգավորվող, եկեղեցու հարաբերություններն էլ համապատասխան օրենքով ու սահմանադրական դրույթով են պետության հետ կարգավորվում։ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա քաղաքական խնդիրը լուծելու համար այնպիսի մի Պանդորայի արկղ բացեց, որը միջնաժամկետ հեռանկարում լուրջ խնդիր է դառնալու Հայաստանի համար։ Նա խրախուսեց ինստիտուտների ապամոնտաժումը կամ ապալեգիտիմացումը։ Սա նշանակում է, որ մի օր եթե իր դիրքերը ավելի խարխուլ դառնան, օրինակ որևէ պաշտոնան կարված պաշտոնյա հրաժարվելու է լքել իր աշխատավայրը կամ որևէ ազդեցիկ մարդ, պոտենցիալ որևէ ընդդիմադիր գործիչ մի ճոխ գրասենյակում իրեն հայտարարելու է այլընտրանքային վարչապետ եւ այլն եւ այլն։ Սա պետության համար շատ վտանգավոր քայլ է։ Տեսեք, ես առաջի պլան չբերեցինք հավատքի խնդիրը, առաջի պլան չբերեցի նույնիսկ եկեղեցու հետ կապված խնդիրը դիտարկում եմ ավելի լայն համատեքստով, որի մեջ անշուշտ իր դեր ունի եւ ինքնության խնդիրը եւ իրավունքի խնդիրը։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության քարոզչամեքենան բազմամարդ հավաքի մասին էին խոսում եւ նախկին հոգեվարականն էլ անգամ ասում էր 10,000 մարդու ներկայության մասին, 10 օր բոլորը պետական կառույցները, կուսակցական գրասենյակները մարդիկ էին հավաքում, բայց մասնակիցների թիվը չէր անցել 2000-ը։ Սա ինչով էր պայմանավորված, մարդիկ մերժեցին Փաշինյանին։ Մոտավորապես մի 2000 մարդ էլ մասնակցում էր, որոնց զգալի մասը բացահայտորեն կամ ծպտյալ պետական ու իրավապահ կառույցների ներկայացուցիչներ էին, ակնհայտորեն սա ցույց տվեց, որ հակաեկեղեցական կամպանիան մասնավորապես եւ Փաշինյանը ընդհանրապես հասարակական վստահության ճգնաժամ են ապրում, սա ակնհայտ դրա մասին է խոսում։ Մյուս կողմից սա արձանագրելով հանդերձ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, խոսել Փաշինյանի ինչ-որ ֆիասկոների մասին, նա չի դադարեցնելու իր կամպանիան եւ երեք արդեն երկու մեսիջ հասցեագրեց հասարակությանը, որ նախ մտել են եկեղեցին զավթելու վերջնական փուլի մեջ, իհարկե իր բառերով էր դա ասում, եւ երկրորդը, որ հաջորդ շաբաթ էլի Կիրակի հավաքվելու են Հովանավանքում։ Հիմա առնվազն 3 պատճառ կա, որ ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվելու իր այս կուրսից։ Առաջինը դա այն է, որ սա իր օրակարգը չի, ինքը հարմարավվել է շատ ավելի համապարփակ արտաքին օրակարգի կամ հենց կատարում է այդ օրակարգի իր բաժին հանձնարարությունը, իսկ այդ օրակարգը նույնիսկ միայն Բաքվի պարտադրանքը չի, սա գլոբալիստական արևմուտքի շատ որոշակի շրջանակների պահանջ է, եկեղեցու դերակատարությունը թույլատնելու եւ ընդհանրապես հայկական պետականության սուբյեկտությունը թույլատնելու վերաբերյալ, սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը այո չունի հասարակական վստահություն, բայց շատ անկեղծ եկեք լինենք, չկա նաեւ հասարակական մեծ դիմադրություն։ Իսկ այս պարագայում աշխատում է երրորդ գործոնը, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքերը ազատում է, ռեպրեսիվ մեքենայի պոտենցիալն է, որը առայժմ չի սպառվել, այսինքն այո, նա խմբագրումներ մտցնում է, օրինակ տեսնում է քիչ աջակիցներ ունի հասարակության մեջ կամ գրեթե չունի, գործի դնում ռեպրեսիվ մեքենան։ Սրբազաններին ու հասարակական աջակցությամբ չի կալանավորել։ Կալանավորել է ռեպրեսիվ մեքենայի ռեյդերի շնորհիվ, թե Բագրատ Սրբազանին, թե Միքայել Սրբազանին, թե Մկրտիչ Սրբազանին։ Հիմա որևէ մեկը եթե միամիտ է եւ կարծում է, որ սակավամարտությունը Հովանավանքի հավաքի բերելու է նրան, որ մայր աթոռը ռեպրեսիվ մեքենայի ինստիտուցիոնալ ճնշումներին չի ենթարկվի կամ հնարավոր կլինի
վեհապարին ձերբազատել քրեական հնարավոր հետապնդումից, ուրեմն միամիտ է։ Դա մի ճանապարհ կա։ Ընդդիմությունը պետք է աստիճանաբար կարողանա հասարակական սուբյեկտությունը մեծացնել, հասարակությունը դառնա գործոն։ Եթե հասարակությունը գործոն չենք դարձնում, Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշը, նրա հանդեպ հանրության արգահատանքն ու մերժողական կեցվածք իրավիճակը չեն փոխելու։ Վերջը Հայաստանում եղել են ժամանակներ, այսպես կոչված հեղափոխությունից առաջ էլ, երբ որ իշխանությունները վարկանիշ չեն ունեցել, բայց 10 տարի ղեկավարել են, այսինքն որտեվ չի եղել ասիմետրիկ արդյունավետ քայլեր ունեցող ընդդիմություն եւ չի եղել ընդդիմություն, որը այլընտրանքային օրակարգերով կարող է մեկ քայլ առաջ գտնվել իշխանությունից։ Հիմա էլ նույն խնդրի հետ ենք բախվում։ Հանրային նման թույլ աջակցությունը օրորի պակասող ռեյտինգը կարող են Փաշինյանին ստիպել գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի ընդդիմադիր ուժերի համար դա անսպասելի լինի։ Ոչ։ Նախադրյալ չկա արտահերթ ընտրության։ Իրենք դերևս անելիքներ ունեն։ Տեսեք, իրենք փորձում են եկեղեցու հարցը միջև ընտրությունին չի լուծեն, որ իրենց տոտալիտար համակարգ ավելի ամրապնդված լինի։ Դիմադրության բոլոր կենտրոնները միջև ընտրական հերթական ցիկլը նա ձգտում է ոչնչացնել։ Ես որևէ նշան չեմ տեսնում, որ Փաշինյանի մոտ արտահերթ ընտրությունը դարձնի պահանջարկված։ Ինչ-ն է խանգարում իրան հերթական ընտրություններով նույնը անել, կամ այդ ինչ պիտի առաջիկա 6-7 ամսում լինի, որը ընդհակառակը դերևս մի միջոցառում էլ կա, որ ինքը որպես PR-ը օգտագործելու, դա այդ Եվրամիության քաղաքական համայնքի հավաքն է Երևանում մայիս ամսին, ժամանելու են մոտ 3 տասնյակ պետությունների ղեկավարներ, հրաշալի PR-ի առիթ է իր համար, այսինքն ես չեմ տեսնում արմատական մի մեծ տարբերություն այսօրվա եւ օրինակ հունիսի 7-ի միջև։ Այսօր ինքն էլ խորհրդարանում իր խոսքում դարձյալ խոսում էր հունիսին սպասվող ընտրությունների մասին։ Այդ թեման կարծեմ թե փակված է, բացի այդ մի հատ կարևոր բան չմոռանանք։ Դուք գիտեք, որ падգամավորները բարձր կենսաթոշակ են հետո ստանում, եթե մի ամբողջ մանդատի շրջանակում, այսինքն 5 տարի անընդմեջ նույն գումարումում խորհրդարանական գործունեություն են ծավալում։ Մնում է մի քանի ամիս եւ ԿՊ խմբակցության շատ падգամավորներ Փաշինյանին չեն ների, եթե իրենց զրկի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունից, իսկ Փաշինյանը այն վիճակում չի, ինչքան էլ որ իշխանության դիրքերը սպային բավականին կայուն են, այն վիճակում չի, որպեսզի իր համակարգի ներսում էլ ցնցումներ առաջացնի։ Հրապարակվեցին կադրեր, որոնք վերագրվում էին բարձրաստիճան հոգևորականներից մեկին, իրական լինեն դրանք թե կեղծ, մի բան ակնհայտ է, իշխանությունները անցան կարևոր կարմիր գծերը, ինչ պետք է անի այս դեպքում հանրությունը, եկեղեցին, ինչպես կարելի է պայքարել իշխանությունների նման գործելավոճի դեմ։ Գեցես ժուչոկային հանրապետություն, այս դեպքում երևի նման բան պետք է ասենք, սա այլանդակություն է, մասնավոր եւ անձնական կյանքի դեմ աններելի մի ոտնձգություն։ Ինձ չի էլ հետաքրքրում այդ տեսանյութերը ճիշտ են թե ոչ, եւ ճիշտ են թե սխալ են, կապվում են կոնկրետ անձի, կոնկրետ սրբազանի եւ եկեղեցու ինստիտուտի վարկաբեկման կամպանիայի հետ։ Ինձ համար ակնհայտ է, որ այս տեսանյութը չէր կարող ստեղծվել առանց պետության եւ նրա հատուկ ծառայությունների մասնակցության, եւ այս տեսանյութը չէր կարող հրապարակվել առանց իշխանության քաղաքական որոշման։ Նպատակներն էլ շատ պարզ են, մի կողմից հոգևորականների միջև խնդիրներ ստեղծել, մի կողմից եկեղեցու նկատմամբ հասարակական վստահության մեծ ճաքեր առաջացնել եւ վերջապես ամբողջովին անառողջ հասարակական միջավայր ստեղծել, ինչի պարագայում որևէ ռացիոնալ միտք աշխատել չի կարող։ Սա խայտառակություն է, երբ պետությունը տոտալ վերահսկողություն է սահմանում իր քաղաքացիների կյանքի, մասնավոր կյանքի իրավունքի դեմ։ Նման բան եղել է
Վրաստանում Սաակաշվիլու իշխանության վերջին հատվածում նման բան կար նաև Ղազախստանում Նազարբաևի իշխանության վերջին հատվածում նույնիսկ դեմոկրատական ավանդույթներով չփայլող Ղազախստանի հասարակությունը դա չհանդուրժեց։ Հիմա եթե մենք այս նշաձողի անկումն ենք հանդուրժելու, նշանակում է հոգեբանորեն հանդուրժում ենք նաև պետականության կորուստը։ Հասարակության պառակտումը Փաշինյանը շարունակում է խորացնել, նախընտրական շրջանն էլ իր հերթին միշտ մեծացնում է նման բաժանումը։ Որոշ փորձագետներ պնդում են, որ իշխանության նման վարքագիծը պարարթող է ստեղծում քաղաքացիական բախումների համար։ Դուք ինչ կասեք։ Նշում եք որոշ փորձագետները, այո, մենք ունենք աննախադեպ բևեռացված հասարակություն, ես sense ֆրագմենտացված հասարակություն իմ քաղաքական գործունեության 3 տասնամյակի ընթացքում չեմ հիշում։ Մենք այնպիսի վտանգավոր հանրային բևեռացման ենք հասել, որ նույնիսկ պետականության հիմնադրույթների շուրջ հանրային կոնսենսուս կարծում եմ արդեն չկա։ Հիմա, այո, շատ ճիշտ նկատեցիք, ընտրությունները միշտ օբյեկտիվորեն պառակտում են հասարակությունների, նույնիսկ քաղաքակիրթ աշխարհում բևեռացում է լինում, գաղափարական, քաղաքական, անձնային հատկանիշների հիմքով, եւ շատ մեծ է վտանգը, որ այո, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով կարող են քաղաքացիական բախումներ լինել, այդ վտանգը չափազանց մեծ է, բայց իմ համար զարմանալի էլ չի, այս իշխանությունը մշտապես իր կենսունակությունը ապահովել է ներքին թշնամու կերպարի հիմքով, ստեղծել է ներքին թշնամի, հերոսաբար ճակերտավոր պայքարել է այդ ներքին թշնամու դեմ եւ այդպես պահել է իր իշխանության կենսունակությունը։ Մտածել, որ այդ նորմալ մարդու համար վտանգավոր սցենարից իշխանությունը խորշելու է եւ չանի, չարաչար սխալվում ենք էլի, որովհետեւ իշխանության գոյության աղբյուրը հենց բևեռացված հասարակությունն է։ Նախկին հոգևորականը Սփան Ասատրյանը անընդհատ հղում է անում ժողովրդին, որ այնինչ անում է ժողովրդի կամքով է տպավորություն է, թե ինքը Աստծո խոսքը տարածելու այդ պարտականությունը չի ունեցել, այլ պոպուլիստ քաղաքական գործչի այդ վարքագիծն է որդեգրել։ Ձեր գնահատականները այդ անձետ։ Աստծո անվան գրեգ շահագործումն ու չարաշահումը արդեն հոգևորականին հարիր չէ։ Ես այդ տղայի մի քանի հարցազրույց դիտել եմ, մասնագիտական կարգավիճակից ելնելով, ինքը սխալ է ընտրել իր առաքելությունը, կյանքում ի սկզբանե։ Նրա մեջ թաքնված է Նիկոլ Փաշինյան, կամ այդ տեսակը, պոպուլիստ, դեմագոգ, ամբարտավան, ստախոս, մի կարճ հարցազրույցի ընթացքում նա մի քանի անգամ ստում է։ Նույն լրագրողը ականատես է լինում, թե ինչպես է նա վկայական խոստանում կնքված ընտանիքի ներկայացուցիչների, 2 րոպե հետո նա լրագրողին ստում է, ասում է, իրենք ինձանից վկայական չեն ուզել։ Եվ գիտեք, արդեն իր կերպարի մասին երեկվա քծնանքը խոսում է, Հովանավանքի եւ որևէ իրեն հարգող հոգեվորական նման ձևով, նման ոչ արժանապատիվ ձևով չի խոնարհվում իր առաջ կանգնած իշխանավորի առաջ, որտեւ իրենք խոնարհումի մի սուբյեկտ ունեն, դա Աստծո առաջ հնազանդ լինելն է։ Մի հոգեվորական, որ հնազանդության ուխտը խախտել է, այդ հոգեվորականի բարոյական կերպարը շատ համապարփակ ու երկար վերլուծության կարիք չունի։